Սաղմոս 144 Դավթի Սաղմոս Օրհնյալ է Տերը, իմ վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները պատերազմելու, ով իմ ողորմություն և ապավեն, իմ օգնական և փրկիչ, իմ պահապան, ես հույսս դրել եմ նրա վրա, որ իմ ժողովրդին հնազանդեցնում է ինձ։ Տեր ինչ է մարդը, որ նրան ճանաչես, և մարդու որդին, որ նրան ուշադրություն դարձնես։ Մարդը նման է ունայնության, նրա օրերն անցնող ստվերի պես են։ Տեր, խոնարհեցրու երկինքդ և իջիր, մոտեցիր սարերին և նրանք կծխեն։ Փայլատակիր կայծակով և ցրիր նրանց, ուղարկիր նետերը և խռովեցրու նրանց։ Ձեռքդ մեկնիր բարձից և ազատիր ինձ, և փրկիր ինձ հորդառատ ջրերից և օտար մարդկանց ձեռքից, որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության մեջ է։ Ով Աստված, նոր օրհնություն պիտի երգեմ քեզ, տասլարանի տավիղով սաղմոս պիտի ասեմ քեզ, որ փրկություն ես տալիս թագավորներին և չար սրից փրկում ես քո Դավիթ ծառային։ Ազատիր ինձ և փրկիր ինձ օտար որդիների ձեռքից, որովհետև նրանց բերանը ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության աջ է, որպեսզի մեր որդիները տղայությունից մեծանան նորատունկ ծառերի պես և մեր աղջիկները պալատների քանդակված սյուների պես, որպեսզի մեր շտեմարանները լիքը լինեն և զանազան կերակուր բխեն, մեր ոչխարները հազարներ և 10,000-ներ լինեն մեր արտերում, որպեսզի մեր եզները պարարտ լինեն, աղտ ու կորուստ չլինի, ոչ էլ աղաղակ մեր հրապարակներում։ Երանի այն ժողովրդին, որ իր վիճակն այսպես է, երանի այն ժողովրդին, որ իր Աստվածը Տերն է։